Պահպանված աղավնի Նարդոսի համանուն վեպի մոտիվներով 2009 թվականին նկարահանված ֆիլմ։ Ուսումնասիրելու համար, թե որքանով են ֆիլմում ներկայացված զգեստները համապատասխանում պատմական իրականությանը, նախ փորձենք հասկանալ, թե որ ժամանակաշրջանում են տեղի ունենում վեպի գործողությունները։ Նարդոսը վեպը գրել է 1889 թվականին, իսկ առաջին անգամ այն լույս է տեսել 1902-ին։ Հետևաբար, կարելի է ենթադրել, որ գործողությունները հիմնականում տեղի են ունենում 10-րդ դարի վերջ և 20-րդ դարի սկիզբ, մինչև Առաջին աշխարհամարտը։ Գործողությունների վայրը Թիֆլիսն է, որը տվյալ ժամանակաշրջանում գտնվում էր ռուսական կայսրության կազմում և համարվում էր Կովկասի մայրաքաղաք։ Այդ ժամանակաշրջանի արվեստի ուղղության մասին պատկերացում նաև կարող են կազմել Նոր դար թերթի գովազդային սյունակներից, որոնց դեկորատիվ, հոսող ոլորուն-գծերը մեզ հուշում են, որ արվեստի դոմինանտ ոճը մոդեռնն էր, Art Nouveau-ն։ Ուրեմն, ժամանակներ էին, երբ Ռոմանովները դեռ ողջ և առողջ էին, իսկ թիֆլիսահայ արիստոկրատիայի մի մասը վայելում էր իր բոհեմական կյանքը։ Սկսենք համազգեստներից։ Ֆիլմի հենց առաջին կադրերում մենք տեսնում ենք զինվորական համազգեստ, և ֆիլմի ընթացքում զինվորական հագուստով կերպարները հաճախ են հայտնվում էկրանին, և գրեթե բոլորի համազգեստները ունեն միանման մուգ կանաչ գույն, ինչպես ասում են, «զաշիտնի կանաչ»։ Սակայն ռուսական կայսրության զինվորական համազգեստները հիմնականում սպիտակ էին կամ մուգ կապույտ, թանաքագույն, դրանք չունեին նաև նման մեծ ծոցագրպաններ, իսկ այն, ինչ տեսնում ենք ֆիլմում, ավելի շատ նման է սովետական համազգեստների, մանավանդ երբ զինվորականներից մեկը ասում է. Գիտես, բարեկամ, ասում են, որ ֆրոնտում էլ մարդիկ իրար սենց օգնեին։ Բա մեր օրը սենց կլիներ։ Ինչ ֆրոնտ։ Ինչպես արդեն նշեցի, գիրքը լույս է տեսել մինչև Առաջին աշխարհամարտը, այսինքն այդ ժամանակ դեռ ոչ բոլշևիկներն էին իշխանության եկել, ոչ ֆրոնտ գոյություն ուներ և ոչ էլ առավել ևս սովետական համազգեստ։ Շապիկի նկարագրությունը գրքի մի հատվածում կարդում ենք. «Շապիկը նոր էր, շատ բարձր փղոսկրի պես փայլուն օձիքով։ Բարձր և փայլուն օձիքը հավանաբար վերաբերում է 19-րդ դարում լայնորեն տարածված անջատվող օձիքներին։ Այս անջատվող օձիքները անփոխարինելի էին հատկապես թանկարժեք վերնաշապիկների համար, քանզի թույլ էին տալիս կրողին ընտրել օձիքի ձևը և հեշտությամբ փոխել այն, հաշվի առնելով, որ օձիքները հակված էին արագ կեղտոտվելու և վնասվելու։ Նմանատիպ օձիք կարելի է նկատել նաև Նարդոսի ամենահայտնի լուսանկարում։ Ֆիլմում օգտագործված ծալվող սուր ծայրերով այս օձիքներն այդ ժամանակաշրջանի համար բնորոշ չեն, և դրանք պարզապես չեն ապահովում ճիշտ աջակցություն փողկապների համար։ Հենց այդ պատճառով էլ օձիքները ֆիլմում այսքան անփույթ տեսք ունեն։ Մեզ ծանոթ այս տիպի կպած օձիքով դասական վերնաշապիկները տարածում են գտել Առաջին աշխարհամարտից հետո։ Անգամ եթե ենթադրենք, որ չեն կարողացել առանձին օձիքներ գտնել և որոշել են ժամանակակից վերնաշապիկներ օգտագործել, այդ դեպքում էլ անհասկանալի է շապիկների թևերի լայնությունը, քանզի լայն թևերը ավելի բնորոշ է 17-ից 18-րդ դարերին, իսկ եթե ինչ-ինչ գեղարվեստական պատճառներով որոշել են օգտագործել 18-րդ դարի շապիկներ, ուրեմն այդ դեպքում էլ օձիքները չպետք է լինեին ծալվող, և շապիկները պետք է չունենային նման թևերի մանժետներ։ Մի խոսքով, ստացվում է, որ ֆիլմի շապիկները ունեն 20-րդ դարի օձիքներ և 17-ից 18-րդ դարերի լայն թևեր։ Ֆիլմում օգտագործված վերնաշապիկները պատմականորեն և ոչ մի ժամանակաշրջանի չեն համապատասխանում։ 19-րդ դարում տղամարդկանց բաճկոնները բավականին նեղ էին, կարված էին կրողի հագին, մարմնի չափերին համապատասխան, քիփ։ Նույնը նաև վերաբերում է տաբատներին։ Տաբատները նեղ էին, ունեին նաև ավելի բարձր գոտկատեղեր, իսկ ֆիլմում տեսնում ենք շատ լայն ու անհամաչափ բաճկոններ, ուսերը մեծ, տաբատները մեծ։ Բաճկոնների օձիքները նույնպես նեղ էին ու փոքր, իսկ ֆիլմում տեսնում ենք նորից շատ մեծ ու լայն օձիքներ։ Նման չափազանց մեծ ուսերով բաճկոնները նորաձև էին 1980-ականներից մինչև 1990-ական թվականները, երբ ուսերը ավելի մեծացնելու համար նաև ավելացնում էին հատուկ բարձիկներ։ Այդպիսի բարձիկներով բաճկոնների լուսանկարներ հավանաբար կարող եք գտնել նաև ձեր հին ընտանեկան ալբոմներում։
Տղամարդկանց սանրվածքները հիմնականում կարճ էին։ Նարտոսը նկարագրում է. կարճ խուզած, չափազանց սև ու փայլուն մազերը բաժանված էին կողքից անգլիական ձևով։ Խորեն Լևոնյանը իրականում իր բնածին տվյալներով շատ համապատասխան է Թուսյանի կերպարին։ Նա ունի գրեթե բոլոր նկարագրված հատկանիշները։ Խոշոր աչքեր, շատ խիտ չափազանց սև ու փայլուն մազեր, առատամաս հոնքեր, բայց այն, ինչ կարող էին անել Խորեն Լևոնյանից ավելի Թուսյան ստանալու համար, չենք տեսնում։ Նրա մազերը կարճ խուզած չեն։ Կարճ սանրվածքի փոխարեն ֆիլմում տեսնում ենք ավելի 2000-ականներին շատ նորաձև, վզի հատվածում երկարավուն այս պոչուկով սանրվածքով։ Մինչև առաջին աշխարհամարտը սպիտակ ձեռնոցներ կրելը պարտադիր էր արիստոկրատների համար, սակայն ֆիլմում ոչ ոք ձեռնոցներ չի կրում։ Գլխարկ կրելը նույնպես շատ տարածված էր, ինչը կարող է փաստել հայ մամուլում բազմաթիվ ու բազմապիսի գլխարկների գովազդները։ Չնայած գրքում նույնպես շատ է հիշատակվում գլխարկների մասին, բայց ֆիլմում գլխավոր 3 հերոսներից եւ ոչ մեկը գլխարկ չի կրում։ 19-րդ դարում տանից առանց գլխարկի դուրս գալը գրեթե նույնն էր, ինչ մեր օրերում առանց հեռախոս։ Գլխարկի պակաս ունեին, դժվար թե, քանզի տեսնում ենք, որ ֆիլմում բոլորը կրում են գլխարկներ բացի իրենցից։ Ակնոցների մասին։ Ինչպիսի ակնոց է կրում Միքայելը, իսկ ինչպիսի ակնոց պետք է կրեր։ Ակնոցների ապակիները հիմնականում կլոր էին, ուղղանկյունաձև, պլաստմասե վերջավորություններով ակնոց դժվար թե Միքայելին հաջողվեր գտնել 19-րդ դարի Թիֆլիսում։ Լավ, հիմա կմտածեք ինչ իմաստ կա այսքան խորանալու, հիմա որտեղից գտնեին հատուկ 19-րդ դարի ակնոց։ Բայց պարզվում է ակնոց գտնելու խնդիր նույնպես չկար։ Անհրաժեշտ աքսեսուարները կան, բայց 3 գլխավոր հերոսները կարծես թե ձերբազատված են դրանցից։ Իդեպ Բաղիրյանը միակն է, ով ունի գրեթե բոլոր աքսեսուարները՝ կլորակնոց, գլխարկ, ձեռնափայտ, ով ունի անգամ ուղիղ օձիք։ Նա միակն ում եթե ժամանակով տեղափոխվենք 19-րդ դար, պատահաբար կարող ենք հանդիպել Թիֆլիսյան փողոցներում։ Մարգրիտ ջան, մոդեն է տենց է, Ֆրանգստանում նշնած աղջկա համար, մաշկա։ Մինչև Սարային հանդիպելը, այս տեսարանում, որտեղ Գարեգինը պետք է ցույց տար, թե Սարան մոտավոր ինչպիսի տեսք ունի, տեսնում են գովազդներ 19-րդ դարի վերջից և 20-րդ դարի սկզբից, ինչը իրականում շատ խոստումնալից է։ Իսկ հիմա տեսնենք, արդյոք կանայք կրում են նման սիլուետներով զգեստներ։ Բայց ահավասիկ ոչ, ֆիլմում կանանց հագուստները ավելի հիշեցնում են 19-րդ դարի կեսեր, երբ կանանց գեստների փեշերը ծավալուն էին, այլ կերպ ասած ուռած էին ի շնորհիվ լայնացած շրջանակավոր նշնազգեստի կրինոլինի։ Եթե ուշադիր նայեք, գրեթե բոլոր շրջազգեստների տակից կտեսնենք կրինոլինի գծերը, բայց եթե կանայք հագնում են կրինոլիններ, ուրեմն տղամարդիկ պետք է հագնվեին այսպես։ Իսկ եթե հագնվեն այսպես, ուրեմն նաև կունենային ահա այսպիսի բեղեր, կամ էլ այսպիսին։ Մի խոսքով, մի հատվածում էլ տեսնում ենք ավելի 1910-ականների զգեստ, բայց սա ֆիլմի ժամանակագրությամբ ամենասկիզբն է, երբ Թուսյանը առաջին անգամ է տեսնում Սարային։ Այսինքն չէր կարող Սարան մի օր հագնել սա, իսկ մյուս օրը կրինոլին։ Իդեպ, այս զգեստը հետո տեսնում ենք նաև Սարայի սպասուհու հագին։ Արդյունաբերական հեղափոխության հետևանքով այս տեսակ հագուստներով արդեն դժվար էր տեղաշարժվել, որովհետև դրանք դիպչում էին մեքենաներին, վագոնների անիվներին, բացի այդ հիմնականում պատրաստված էին նյութերից, որոնք կարող էին հեշտությամբ կրակի բռնկվել։ Եվ հազարավոր կանայք են մահացել 19-րդ դարի կեսերին իրենց զգեստների պատճառով։ Այս ամենից հետո զարմանալի չէ, որ կանայք այլևս չէին ուզում կրել կրինոլիններ։ Իրականում Նարտոսի կարճ, բայց հստակ նկարագրությունները հերիք են մեծ ժամանակը հասկանալու համար։ Օրինակ, եթե նախապատրաստված չլինեի Գարեգինի պատմածով, կկարծեի, թե մտնողը ոչ թե մի օրիորդ է, այլ հասուն մի կին, բարակ ճկուն Իրանին անհամաչափ փարթամ սննդատու կրծքով։ Մտավ, դուռը ետ դրեց, նախապես շրջազգեստի ետևի փեշը քաշելով դեպի ինքը, որ դռան տակ չմնա։ Նկարագրում է 19-րդ դարի վերջի 1890-ականներից մինչև 20-րդ դարի սկզբի 1910-ականների իդեալը։ Մարմինը ձևավորում էին էսաձև, ընդգծելով կրծքավանդակը, նեղ գոտկատեղը և լայն ազդրերը, զգեստները նաև ունեին երկարավուն փեշ հետևից։ Եվ մարմինը պետք էր թեքել մի փոքր առաջ, որպեսզի ստանային այս, կարող եք գուշակել ինչի տեսքը, այս աղավնու տեսքը։ Բոլորը ուզում էին նմանվել աղավնու։
Մարդիկ ուղղակի տարված էին թռչուններով։ Այն այնքան նորաձև էր, որ գլխարկները փետուրներով զարդարելուց բացի, անգամ զարդարում էին մի ամբողջ թռչուններով։ Այս մոլուսկը այնքան հեռու էր գնացել, որ շատ տեղերում անգամ սկսեցին արգելել թռչունների որսը, որովհետև որոշ տեսակի թռչուններ նորաձևության պատճառով արդեն անհետացման վտանգի տակ էին։ Այստեղ ուզում եմ ուշադրություն դարձնել մեկ այլ ստեղծագործության՝ Թոթովենցի աղավնիներ վիպակին, որտեղ հեղինակը պատմում է իր մանկության մասին գրելով. Այն հին երկրում աղավնիներ պահելը, աղվնիկ խաղացնելը, ինչպես բնիկներն էին կոչում, համարվում էր ստոր զբաղմունք։ Ծերերն ասում էին. աղվնիկն անմեղ է, բայց մահ է։ Որքան որ մայրս սարսափում էր աղավնուց, բայց էլի լավ բաները նմանեցնում էր աղավնու։ Երբ մեծ եղբորդ երեխա էր ծնվում, գրկում էր, սիրում, վեր թռցնում եւ ասում. «Ծակուկս, աղվնիկ կնմանես»։ Իսկ երբ բաղնեցում մի սիրուն ջահել աղջիկ էր տեսնում, ասում էր. «Լուսինկայի պես մարմին ունի, թամամ ջերմակ աղվնիկ»։ Ես հրճվում էի, որ մայրս այդպես բարձր էր գնահատում աղավնիները, տխրում էի, որ աղավնիները տեսնելիս սարսափով խաչակնքում էր։ Ինձ այրում էր մի տենչանք, ուզում էի, որ ծնողներ չունենայի, լինեի որբ, բոլորովին ազատ եւ դառնայի աղվնիկ խաղցնող։ Հրդեհում էր ինձ այդ ցանկությունը։ Հիմա Նարտոս, սպանված աղավնի, Թոթովենց, աղավնիներ, 19-րդ դար, պատահականություն է այս ամենը։ Իմ կարծիքով ոչ։ Այս ամենը միայն վկայում է, որ Սառան հենց ինքը սպանված աղավնին էր նաև իր արտաքինով։ Եվ անգամ միայն տարած շաբաթաթերթը, որտեղ լույս են տեսնում Թիֆլիսի ամենավերջին նորաձևությունները, բավարար է այս փաստելու համար։ Եթե չունենային էլ նման սիլուետ, ինչպես բոլոր ժամանակներում կգտնվեին հատուկ ձևեր այն ստանալու համար։ Օրինակ կային հատուկ կորսետներ։ Ի դեպ, կորսետների մասին։ Ֆիլմում այս ամենաթեժ պահերին ինձ միակ հետաքրքրող տանջող հարցը այն էր, թե արդյոք թիֆլիսահայ կանայք հագել են կորսետներ։ Եվ նույն նոր դար թերթում, որտեղ աշխատում էր Նարտոսը, նույն թվականներին, երբ լույս է տեսել գիրքը, կարող ենք տեսնել ահա այսպիսի մի կորսետների գովաստ։ Իհարկե թիֆլիսահայությունները կրել են կորսետներ։ Ոչ մի դեպքում հնարավոր չէր ստանալ նման սիլուետներ առանց կորսետների, եւ կանայք ինչպես կարող էին հագնել վերնազգեստը առանց ներքնազգեստի։ Հիմա, իսկ ինչու ենք ֆիլմում տեսնում կրինոլիններ։ Հատկապես եթե տեսանք, որ ֆիլմի ստեղծողները ընդհանուր գոնե ինչ-որ գաղափար ունեին ժամանակաշրջանի սիլուետի մասին։ Առաջի հարկից կարող է թվալ անմեղ մի պատահականություն։ Դա է մտքերով անցել, դա էլ արել են։ Բայց ինչպես գիտենք, պատահականություններ չեն լինում, եւ ինչպես կասեր Միրանդա Փրիսլին, այն ինչ դուք չգիտեք, այն է, որ 19-րդ դարից հետո, առաջին անգամ 20-րդ դարում 1940-ականների վերջին, Քրիստիան Դիորներով պատրաստեց նոր տեսք կրինոլինե զգեստների հավաքածուն։ Իսկ իրենից հետո 20-րդ դարի վերջին եւ 21-րդ դարի սկզբին դիզայներներն ինչպիսիք են Ջոն Գալիանն եւ Ալեքսանդր Մաքքուինը, որ նորից հետ բերեցին եւ հայտնի դարձան իրենց նորացված կրինոլինե նմուշներով։ Եվ կրինոլինը արագ հայտնվեց 8 տարբեր դիզայներների հավաքածուներում, այնուհետև այն զտվեց հանրախանութների միջով եւ իջավ ինչ-որ ողբերգական պատահական անկյուն, որտեղից էլ ֆիլմի ստեղծողները անկասկած որսացել են այն։ Այնուամենայնիվ, այդ կրինոլինը ներկայացնում է միլիոնավոր դոլարների անթիվ եւ մի տեսակ զավեշտալու է, թե ինչպես է կարծում, որ ընտրություն եք կատարել դուք, երբ իրականում դուք կրում եք զգեստներ, որ ընտրվել է ձեզ համար, այս սինեկի մարդկանց կողմից, իրերի կույտից։ Ասածս ինչ է, ինչքան էլ մեզ թվա, թե հագուստները հին են, իրականում ամենավերջին մոդայ զգեստներն են։ Ուրիշ բան չէին էլ կարող հագցնել։ Հիշեք 2000-ականների վերջի զանգերն ու կառնավալները։ Բոլորը հագնում էին կրինոլիներ։ Ահա թե ինչպիսի մեծ ազդեցություն ունի նորաձևությունը, որը մենք հաճախ անգամ չենք էլ նկատում։ Նույն կերպ Հակոբ Պարոնյանի համանուն պիեսի մոտիվներով 1981 թվականին նկարահանված Ատամնաբույժն արևելյան ֆիլմում, որտեղ գործողություններն տեղի են ունենում 1860-ականներին եւ որտեղ պետք է տեսնեն կրինոլիներ, նեղ թևերով զգեստներ եւ քիփ հավաքված սանրվածքներ, բայց քանի որ ֆիլմը նկարահանվել է 1981 թվականին, իսկ այդ ժամանակ նորաձև են լայն բացվող թևերը եւ ուռուցի գզգզված սանրվածքները, դրա համար էլ նույնը տեսնում ենք ֆիլմում։ Եվ նույն կերպ էլ եթե ֆիլմը նկարահանեին հիմա, մեծ հավանականությամբ սառը ենք տեսնեին կորսետներով, որովհետև հիմա դա է նորաձև։
Իրականում, եթե մի քիչ էլ սպասեին, մեր ժամանակների նորաձևությունը եւ մեր օրերի Նազենի Հովհաննիսյանը ավելի են նման 19-րդ դարի վերջի Սարային, քան այն ամենը, ինչ տեսնում ենք ֆիլմում։ Պատմական ժամանակների մասին նկարահանված ֆիլմերը հիմնականում պատմում են նկարահանված ժամանակների մասին, եւ եզակի են այն ֆիլմերը, որոնք կարողացել են ամբողջովին փոխանցել պատմական ժամանակաշրջանը առանց նոր նորաձևության ազդեցությունների։ Նատալիա, էստիկալի հոճով չտեսավ քիզ։ Վայ, ինչ ես ասում իսա իջը։ Իսկ քանի անգամ մասե դոշերդ պակետո դոշերդ։ Ի, Դուգնա։ Այս կլարիք էլ որ դոշերը բացում են։ Թիֆլիսում եվրոպական ոճի հագուստներից բացի գրել են նաև տարազներ, բայց ֆիլմում օգտագործված տարազները մի շարք հարցեր են առաջացնում։ Նախ կտորի ընտրությունը։ Փայլփլուն օրգանզա, շիֆոն, տյուլ, դժվար է պատկերացնել Թիֆլիսում հայ կնոջը, հատկապես ամուսնացած հայ կնոջը, փորձելիս նման պսպղուն թափանցիկ զգեստով շրջեր քաղաքի փողոցներում, կամ վարտագույն այս ատլասե անհասկանալի զգեստը։ Սա ավելի շատ նման է պարային բեմական շորի, քան թե տարազի, չնայած բեմական շորի համար էլ է շատ վատը։ Իսկ գլխի քողը այնքան խղճուկ տեսք ունի, հատկապես եզրերի այս բարակ էժանագին գործվածքը։ 19-րդ դարում Թիֆլիսը ժայնագործության խոշոր կենտրոններից մեկն էր, եւ գլխաշորերը հիմնականում ունեին շատ նուրբ, բայց եւ շատ հարուստ ասեղնագործված եզրեր։ Չէին կարող ասեղնագործել գոնե այսքան բարակ դիսմայի փոխարեն մի քիչ ավելի հաստ կարեին։ Չեմ էլ խոսում այս ժամանակակից վզնոցի մասին։ Եկեք համաձայնենք, որ ամեն ինչ այս ֆիլմում կարելի է ներել, օձիքները, գլխարկները, նույնիսկ սովետական համազգեստները, ամեն ինչ, բացի տարազից։ Ինչ տարազի հարցում գոնե խնդիր պետք է որ չունենային, հատկապես երբ հայ ֆիլմը այդքան հարուստ է թիֆլիսյան տարազների հիանալի նմուշներով։ Գրքից մի շատ կարևոր հատված, որին անպայման ուզում եմ անդրադառնալ, չնայած որ ֆիլմում այն չկա։ Երբ Միքայելը հարսանիքից հետո առաջին անգամ այցելում է Սարային եւ Գարեգինին, Սարայի հագուստը նկարագրում է։ Նա հագած ուներ յապոնական ձևի տնային թեթև վերնազգեստ, կարճ ու լայն թևերով, ծայրեզրված պերճ անկվածներով։ Երբեմն, երբ ձեռքերը բարձրացնում էր հարուստ մազերն ուղղելու, լայն թևերը ետ ծալվելով մերկացնում էին նրա արմունկները, սպիտակ ու ողորկ։ Խոսքը կիմոնոյի մասին է։ 19-րդ դարում, երբ Ճապոնիան արտաքին աշխարհի համար բացվեց, ճապոնական մեծ քանակությամբ ապարակներ ու արվեստի ստեղծագործություններ ներմուծվեցին Եվրոպա, եւ իմպրեսիոնիստ նկարիչներ, ինչպիսիք էին Կլոդ Մոնեն կամ Վան Գոգը, իրենց ստեղծագործություններում սկսեցին հաճախ պատկերել կանանց ճապոնական հագուստներով, ինչը նպաստեց ճապոնիզմի տարածմանը նաեւ նորաձևության մեջ։ Մոդեռն նկարիչներ, ինչպիսիք Կլիմտի, Տուլուզ-Լոտրեկի կամ մեր մոդեռնի հիմնադիր Սուրենյանցի մոտ նույնպես կարող ենք տեսնել կիմոնոյով կանանց պատկերներ։ Ահա այսպիսի յապոնական ձևի տնային թեթև վերնազգեստի մասին է խոսքը։ Հիմա սա ինչ է մեզ ասում։ Նախ ասում է, որ հայերը նույն ալիքի վրա են, ինչ մնացած բոլոր ազգերը աշխարհի տարբեր անկյուններում, եւ երկրորդ, որ Սարան լավ էլ թիթիզի մեկն էր եւ հետեւում էր նորաձևությանը։ Բայց շատ ափսոս, որ ֆիլմում Սարային մենք նման կիմոնոյով չենք տեսնում։ Նրա գլուխը, գիտես ինչ բան է նրա գլուխը։ Ակամա միտս եկան Գարեգինի խոսքերը, երբ ներս մտա պայծառ լուսավորված հյուրասենյակը եւ տեսա այդ խորհրդավոր աղջկա լայն խոհում փղոսկրի սպիտակության փայլող ճակատը գագաթին հավաքած շքեղ սև մազերով, սպիտակ շղաշի փրփուրների մեջ։ Նարտոսը նման գլխի մասին է խոսում։ 19-րդ դարի վերջում մազերը հավաքում էին գագաթին, բարձր, հաճախ զարդարում էին փարթամ ալիքներով կամ գանգուրներով։ Կանայք նաև օգտագործում էին մազերի հավելումներ, ծավալն ավելացնելու համար։ Իսկ Սարային ամեն տեսակ սանրվածներով տեսնում ենք, բացի սրանից։ Բայց ամենահաճախը Սարային տեսնում ենք արձակված փռված մազերով, հատկապես Թուսյանին հանդիպելիս։ Բայց 19-րդ դարում ոչ ոք մազերը փռված տանից դուրս չէր գա։ Իրականում ֆիլմում կա մի կերպար, ով ունի ժամանակին շատ համահունչ սանրվածք, եւ դա ռուս գեներալի տիկինն է, հիասքանչ Էվելինա Շահիրյանի կատարմամբ։ Այս սանրվածքը ուղղակի իդեալական է ժամանակաշրջանի համար։ Խոսքեր չկան նկարագրելու, թե ինչքան լավն է այն։ Նրա գլուխը, գիտես ինչ բան է նրա գլուխը։ Սա իրականում Սարայի գլուխը, Սարան գտնվեց։ Խոսքը այս տեսակ գեղեցկության մասին է։
Մի տեսակ տխուրել է, թե ինչու նույն սանրվածքից չենք տեսնում Սառայի մոտ։ Մանավանդ որ Նազենի Հովհաննիսյանը ունի ամենակարևորը՝ երկար մազեր նման սանրվածք ստանալու համար։ Չէին կարող։ Փաստացի կարող էին, բայց որոշել են, որ օրինակի համար դիֆուսը ավելի գեղեցիկ է, քան տեսա։ Եթե անգամ վերցնենք, որ որոշել են թափված մազերով ընդգծել Սառայի ավելի երիտասարդ լինելը, չէ՞ որ երկար փռված մազերը հիմնականում խորհրդանշում է երիտասարդություն։ Ուրեմն գոնե այս տեսարանում, որտեղ Սառան 5 տարի անց նորից հանդիպում է Թյուսյանին, սանրվածքը կարելի էր փոխել, թեկուզ միայն ցույց տալու համար, որ Սառան այլևս նույնը չէ, կարելի էր արտաքինի մեջ ցույց տալ նրա այդ ներքին փոփոխությունը։ Այդ հասուն կնոջ կերպարը չենք տեսնում, տեսնում ենք նույն շատ երիտասարդ միամիտ աղջկա կերպար։ Իսկ ինչու ենք տեսնում նույնը։ Իրականում սրա պատասխանել կարծում եմ, որ ունեմ, բայց նախ նորից ժամանակով գնանք հետ։ 19-րդ դարում գրողների մոտ հաճախ կարող ենք տեսնել փառաբանումը, գովերգումը հասուն խելացի կանանց, եւ հաճախ կարող ենք հանդիպել նման կերպարների։ Օրինակ Աննան Աննա Կարենինայից կամ Էլեն Օլենսկայան անմեղության դարաշրջանից։ Այս վեպերում, ի տարբերություն Աննայի եւ Էլենի, Կիտին կամ Մեյը, ովքեր ներկայացնում են երիտասարդ օրիորդների կերպարներ, թվում են ավելի անփորձ, միամիտ, ձանձրալի ու ի վերջո անհետաքրքիր, իսկ Աննան կամ Էլենը ավելի խելացի, հետաքրքիր, փորձառու, համարձակ, ովքեր նաև բնավորության տեր են եւ կարողանում են ձեռնոց նետել հասարակության կողմից ընդունված որոշ կանոնների։ Մինչև 20-րդ դարը հիմնականում բոլորը մեղմ ասած թքած ունեին դեռասների վրա։ Մեծերի աշխարհ էր տիրում, բայց 20-րդ դարից հետո ամեն ինչ փոխվեց, եւ որպես գեղեցկության իդեալ դեռահաս դպրոցական նիհարիկ աղջնակները եկան փոխարինելու հասուն կանանց։ Սա իհարկե նախ կապված էր երիտասարդության հեղափոխության հետ, քանզի նրանք հիմա ավելի ազատ էին, քան երբևէ եւ կարողանում էին աշխատել, ունենալ իրենց գումարը եւ ծախսել այն ինչպես կկամենան, իսկ ով վճարում է, նա էլ պատվիրում է, եւ երիտասարդությունը եկավ թելադրելու նորաձևությունը։ Իսկ իրենց կողքին հասուն կնոջ կերպարը դարձավ մի տեսակ ձանձրալի, անհետաքրքիր, հնաոճ։ Այդպիսով 20-րդ դարի կեսերից սկսած ժամանակի հերոսուհիները արդեն դեռահասներն էին, Լոլիտայից սկսած, Բելայից վերջացրած։ Եվ միգուցե այդ է պատճառը, որ Սառայի մազերը նորից տեսնում ենք փռված, այս աղջկական կերպարով, որպեսզի ժամանակակից հանդիսատեսի աչքի համար ավելի հաճելի լիներ, չնայած որ Սառան ոչ թե մի օրորդ էր, այլ հասուն մի կին։ Դե արդեն ինչպես նշեցի, գլխավոր հերոսներից եւ ոչ մեկը գլխարկ չի կրում, այդ թվում եւ Սառան, չնայած ֆիլմում բազմապիսի գլխարկների առկայությանը։ Իսկ գլխարկի փոխարեն Գարեգինի հետ առաջին զբոսանքի ժամանակ Սառային տեսնում ենք այս կարմիր թիկնոցով։ Ես չկարողացա ոչ միտեղ գտնել նման մի թիկնոց, բացի Լևոն Գ-ի մանրանկարից, որը տանում է մեզ դեպի միջնադար։ Եկեք մի հատ պատկերացնենք։ Թիֆլիս, 10-րդ դար, նոր նշանված աղջիկ գնում է զբոսանքի իր փեսածուի հետ առաջին անգամ եւ ընտրում է հագնել սա։ 10-րդ դարում կիմոնո հագնող մարդը չէր կարող հագնել սա։ Դա ուղղակի բացառված է։ Նույն թիկնոցով Սառային հետագայում նաեւ տեսնում ենք այս վերջին տեսարանում, բայց մոդայից բացի նաեւ պատմության տեսանկյունից է անհասկանալի այս թիկնոցի գործածումը, քանզի այս տեսարանում Սառան պետք է լիներ գլխաբաց եւ նույն թեթև հագուստի մեջ, որով նրան տեսել էր այդ երեկո իրենց տանը, բայց տանը տակուկ շալ ուներ ուսերին, իսկ այժմ դա էլ չուներ։ Տանը պետք է տեսնեինք ուսերին շալով, իսկ այստեղ պետք է տեսնեինք գլխաբաց, թեթև հագուստով, որպեսզի ենթադրաբար այդ ցուրտ գիշերին մրսեր, հիվանդանար։ Այդ թիկնոցի առկայության դեպքում նաեւ անհասկանալի է դառնում Սառայի արագ հիվանդանալու պատճառը։ Դե պարզ է, որ շպարը ժամանակակից է, ավելորդ է խոսել, որ կոնտուրինգ, հայլայթերինգ եւ այլն չկար, բայց ուզում եմ ուշադրություն դարձնել ընդհանուր դիմահարդարման երանգին։ Դիմահարդարումը Սառայի տեսնում ենք մուգ բրոնզե երանգների մեջ, իսկ 10-րդ դարում հակառակը ավելի մոդայիկ էր գունատ, աղավնու պես ճերմակ, թափանցիկ դիմահարդարումը։ Այդ ժամանակվա թերթերում կարող են գտնել բազմապիսի գովազդներ, որոնք խոստանում էին ոչնչացնել արևից այրված դեղին բծերը,
պուտրաներ, որոնք կաշուն տալիս է ախորժելի քնքշություն և սպիտակություն, կամ անուշահոտ եսիմինչ, որ արագությամբ ոճիճացնում է արևաբծերը և կաշին սպիտակեցնում, թարմացնում, քնքշացնում և թափանցիկ է դարձնում։ Իսկ ինչու էր մոդայիկ թափանցիկը և ինչու ենք ֆիլմում տեսնում մուգ երանգներ։ Այստեղ իրականում կա շատ պարզ բացատրություն, բացի նրանից, որ ուղղակի նորաձև էր։ Մինչև արդյունաբերական հեղափոխությունը բանվոր դասակարգի մեծ մասը աշխատում էր դրսում, արևի տակ։ Այսինքն, եթե քո մաշկը վառված էր, նշանակում էր, որ դու ֆիզիկական աշխատանքով զբաղվող բանվոր ես։ Իսկ եթե գունատ, սպիտակ, եթերային լուսամփոփի պես մաշկ ունեիր, ուրեմն ամբողջ օրը անցկացնում էիր փակ տարածքներում, ասեղնագործելով, գիրք կարդալով կամ էլ դաշնամուր նվագելով։ Ինչը ամենայն հավանականությամբ նաև անում էր մեր Սառան։ Սակայն արդյունաբերական հեղափոխությունից հետո գործարանների ու արդյունաբերական քաղաքների աճի հետևանքով բանվոր դասակարգը դրսից տեղափոխվեց փակ տարածքներ, գործարաններ։ Հետևաբար, եթե մարդը ուներ բաց մաշկ, ուրեմն ամբողջ օրը արևի երես չի տեսել և ուրեմն աշխատում է օրհնիփուն։ Այս փոփոխության հետևանքով արևայրուքը դարձավ նոր ճոխություն և քանի որ հարուստները ինչպես միշտ ուզում են տարբերվել, արևայրուքը դարձավ նորաձևության մաս։ Այսօր մարդիկ հպարտանում են իրենց արևայրուքով, քանզի դա անուղղակիորեն ցույց է տալիս իրենց սոցիալական կարգավիճակը և նյութական կարողությունը։ Այո, ցավոք սրտի ամեն ինչ նորից ու նորից փողի մասին է։ Այս ամենով իմ նպատակը ոչ թե ֆիլմը արժեզրկելն է, այլ պարզապես փորձը հասկանալու և ցույց տալու, թե ինչքան հարուստ մշակույթ ունենք մենք, բայց որից լիովին անտեղյակ ենք։ Մենք իհարկե լսել ենք ու գիտենք, և բոլորն են պնդում, թե ինչքան հարուստ է մեր մշակույթը, բայց որտեղ է այն ներկայացվում և ինչ կերպ, որքանով ենք իրականում մենք տեղյակ մեր մշակույթից, այնքան բացեր կան այս հարցում։ Ֆիլմի գոյությունը ինքնին ողջունելի է, սակայն պետք է նշել, որ Սպանված աղավնի ֆիլմը որևէ աղերս չունի 19-րդ դարի վերջի հետ։ Այստեղ դուք չեք կարող գտնել ոչ Նարտոսին, ոչ էլ Նարտոսի Սառային կամ Թուսյանին։ Փոխարենը կարող եք գտնել 2000-ականների նորաձևությունը, 2000-ականների Սառային և Թուսյանին։ Ու երևի հենց այդպես էլ պետք է լիներ։